Հիմա մի բան, պարոն հատկապես քաղաքացիական պայմանագրի կուսակցության միջև անցուդարձի հետ կապված ինչ կանվանեիք չհասկացա։ Եթե երկ գրեիք, այս անցուդարձի հետ կապված։ Կա այդ երկը վաղուց կա գրված, Թաթա Սիմոնյանը գրել է։ Որն է։ Տեսար ինչ եղավ։ Իսկ Հայատ պրոջեկտի գործունեությունը շարունակվելու է, թե Այ դրա մասին էի ուզում խոսել, բազմաթիվ հայ միջայլուց աղբի փողի համար եկել են պարոն Կիրակոսյան, թղթեր են բերել, մենք որոշել ենք մոտակա 10 տարվա աղբի վճարը, մենք չէ, ընկերներս որոշել են մոտակա 10 տարվա աղբի վճարը տալ։ Ինչ վերաբերում է Հայատ պրոջեկտի, գոյություն ունեն լրատվամիջոցներ, որոնք ոչ թե կիսաճշմարտություններ են գրում են բացարձակ սուտ։ Կախված Հայատ պրոջեկտի եւ Հայատ պրոջեկտը որպես նաեւ իմ բիզնեսի մաս, ես այս ընթացքում կրել եմ բազմաթիվ իմիջային վնասներ, որովհետեւ սուտ տեղեկություններ են փոխանցել իմ Հայատ պրոջեկտի հետի տղաների մասնակցության կամ թիմի հարաբերությունների մասին, կամ ինչ որ մարդիկ խոսում էին գումարային ինչ որ խնդիրների մասին, Հայատ պրոջեկտ խմբի կազմը հանդիսանում է Վարուվի ՍՊ-ի աշխատակից, որի ղեկավարը ես եմ, եղել են, կան ու շարունակում են իրենց գործունեությունը, ավելին։ Երբ որ ես խոսում եմ ծրագրերի մասին, շատ մոտ ժամանակներս պարոն Ղուկասյանին մենք առաջարկելու ենք երկու կարևոր ծրագիր։ Առաջինը շատ կարճ ժամանակահատված անց գալու է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման 110-րդ տարելիցի օրը, եւ ես պնդում եմ, որ մենք կոնկրետ ու շատ յուրահատուկ վերաբերմունք պետք է դրսևորենք ու պատշաճ վերաբերմունք պետք է դրսևորենք այդ իրադարձությանը, մենք ասելով ի նկատի ունեմ Գյումրի քաղաքին, քաղաքապետարանին, բոլոր խմբակցությունները ներառյալ։ Բացի դրանից, մի ամիս հետո տեղի է ունենալու մեր երիտասարդների շրջանավարտների համար շատ սպասված մի արարողություն, խոսքը վերջին զանգի մասին է, եւ մեր խմբակցությունը քաղաքապետին առաջարկելու է վերջին զանգի կազմակերպչական բոլոր ծախսերը, կազմակերպչական հարցերը մենք վերցնում ենք մեր վրա, առաջարկելու ենք, որ վերցնենք մեր վրա, Գյումրիի կենտրոնական հրապարակում կառուցենք բեմ, որը երբևիցե կառուցված չի եղել, շքեղ ձայնային ու լուսային էֆեկտներով եւ մեր շրջանավարտներին մատուցել Հայատ պրոջեկտի այն շոու ծրագիրը, որը լեփլեցուն դալիչները հավաքել միանշանակ։ Դա իմ խոստումն է եղել ու ես այդ խոստումը կատարել եմ կներեք։ Ու հանդես են գալու հենց այն շոու ծրագրով, որը լեփլեցուն դալիչները հավաքել թե Երևանի մարզահամերգային համալիրում, թե Լոս Անջելեսի Փիկակ համերգասրահում, մեկին մեկ նույն ծրագիրն է լինելու, իհարկե նոր երկերով հանդերձ եւ վստահ եմ, որ այն մարքեթինգային պլանը, որը մենք պատրաստվում ենք իրականացնել, առաջարկելու ենք, Գյումրի այդ օրը բերելու է ոչ միայն Գյումրիի շրջանավարտներին, երիտասարդներին, իրենց ընտանիքի անդամներին, այլ մարզի շրջանավարտներին եւ իհարկե իր տեսարժանությամբ ու սպասելիությամբ, որովհետեւ Գյումրին շատ է սպասել Հայատ պրոջեկտի բացօթյա համերգին, վստահ եմ, որ պատճառը, որ հիմա եկան, այսինքն Չէին թողնում նախ։ Տեսեք, ես մի քանի անգամ ասել եմ, որ օրինակ նախկին քաղաքապետը Վարդգես Սամսոնյանը այնպես չի, որ իրենց կողմից եղել է նման առաջարկություն ու այնպես չի, որ այդ առաջարկությունը մենք մերժել ենք։ Նման առաջարկություն չի եղել, ըստ այդմ եթե կքննարկենք ու կորոշենք, այսինքն մենք երբևիցե պատճառ թե ֆինանսական, թե ժամկետային չենք առաջացրել, եթե նման առաջարկություն լինի։ Ըստ այդմ ներողություն ավարտեմ միտքս։ Մենք պատրաստվում ենք բոլոր ծախսերը ու կազմակերպչական հարցերը վերջին զանգի հետ կապված վերցնել մեր վրա, վստահ եմ փայլուն ենք դա իրականացնելու, դա նաև մենք ենք վճարելու, ես եմ վճարելու, ընկերներիս հետ, բացի դրանից մենք առաջարկելու ենք, որ Գյումրիի բյուջեով այդ օրվան նախատեսված գումարը տրամադրվի, այսինքն ստեղծվի հանձնաժողով բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված եւ այն գումարը, որը չգիտեմ չափի ինչքան է, ենթադրում եմ մի քանի միլիոն դրամ է լինելու։ Ինքը վստահաբար չէր փոխհատուցելու այն ամեն ինչ, ինչ որ մենք պլանավորում ենք անել, Նարեկ ջան, դա անհամեմատ մեծ ծախսերի մասին է խոսքը, բայց մենք դա անելու ենք մեր հաշվին, իսկ այդ գումարը խնդրելու ենք ու առաջարկելու ենք, որ ընդունելության քննություններից հետո տրամադրվի Գյումրիի այն շրջանավարտներին,
ովքեր ամենաբարձր բալերով ընդունված կլինեն հենց վճարովի համակարգում, կոնկրետ հատված որոշվի այդ գումարից ենթադրենք 100,000 դրամ տրամադրվի ամենաբարձր բալերով ընդունված վճարովի համակարգում սովորող առաջի կուրսեցիներին, այդպիսով նաև սոցիալական լուրջ աջակցություն Հայացքի մասով մամուլի հրապարակումներին անդրադառնանք, ինձ թվում է երևի նրանից էր գալիս, որ չենք տեսնում, որ Հայաթի անդամները աջակցում են, աջակցել են ձեզ ուղիղ։ Պարոն Ֆարադյանի մոտ կարծեմ հարցազրույցի ժամանակ ամենասկզբում, երբ որ նոր քարոզարշավը սկսվում էր, հայտարարել եմ, որ այս ընթացքում չեմ օգտվելու Հայաթ պրոջեկտի հանրային ռեսուրսից, դեպ տեսակ չօգտվեցի։ Բոլորին խնդրել եմ տղաներին եւ աղջիկներին զուսպ պահել իրենց, որպեսզի ես գիտեի ինչ հարվածի տակ եմ լինելու ես իրենց սիրում եմ իմ երեխաների պես, իրենք իմ երկրորդ ընտանիքն են, այսպես ասած, ու ես չեմ ուզեցել իրենց հավելյալ հարվածի տակ դնեմ։ Նարեն ինքնակամ, ինքնուրույն առանց իմ հետ համաձայնեցնելու արել եմ երկու հրապարակում, որի համար ես զանգահարել եմ իրեն, ասել եմ Նարեջան, շնորհակալ եմ։ Այո, նաև դա է պատճառաբանություն բերում, որ դե ես արել եմ, բայց ուղիղ չեմ ասել, բայց մարդիկ հասկացան հիմա շարունակում եմ պնդել, որ Հայաթ պրոջեկտի ռեսուրսը երբևիցե քաղաքական նպատակներով չեմ օգտագործելու եւ Հայաթ պրոջեկտը հանդես է գալու այն նման նախաձեռնություններով կոնկրետ իրեն սպասող հանդիսատեսի մոտ ելույթ ունենալով, իսկ վստահաբար Գյումրիում շատ-շատերը, եթե չասեմ հազարավորները ու նաև մարզում ու նաև Երևանից վստահ եմ, այդ օրը շատ մարդիկ են գալու, նաև տուրիստական հոսք ենք մեծ ապահովել։ Իդեպ այն ձեր գործը ինչ եղավ, որ ձեզ հրավիրել են քննչական կոմիտեն, ինչ որ վարորդական իրավունք հետ կապված։ Դեռ չեն կանչել։